ավելի շատ ոչ թե փորձաքննությունների մասին կամ ապացույցի կոնկրետ տեսակի մասին խոսեմ, այլ ուզում եմ հանրության ուշադրությունը հենց այս փուլից սկսած խնդրել, որպեսզի այս գործի վրա տարածվի, տեսեք, մարդկային առումով երևի ամենակարևոր հարցը, որ դատավարության ընթացքում քննարկվում է, դա խափանման միջոցի հարցն է, որովհետև շատ շոշափելի է, շատ տեսանելի է, մարդը գտնվում է բանտում, թե իր տանը, թե առհասարակ ազատության մեջ, բայց քրեական դատավարության տեսանկյունից այ հիմա է սկսվում բուն դատավարությունը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել դատախազության դիրքորոշման վրա։ Տեսեք, ապացույցների հետազոտման օրենքի հստակ պահանջը շատ հստակ է օրենքը, դատախազները չնայած ասեցին, որ որտեղ է այդ պահանջը, շատ հստակ է։ Յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը կարող է քննարկման առարկա։ Յուրաքանչյուր ապացույցի դա նշանակում պետք է մեկ առ մեկ թվարկվել։ Մեկ առ մեկ թվարկի։ Հենց ոչ միայն, տեսեք, այստեղ երկու բան կար։ Ես սա նաև որպես մասնագետ եմ ասում, նաև որպես քրեական դատավարության օրենսգիրքի աշխատանքային խմբի 4 հոգի ենք եղել, շատ էլ չենք եղել։ Այս օրենսգիրքը նրա համար է եղել, որ այսպիսի բաներ չլինեն։ Որ հանրությունը, դատարանը առաջերտին, երկրորդ հերթին հանրությունը, հատկապես հանրային ընկերություն ունեցող գործերով հստակ պատկերացում կազմի յուրաքանչյուր անձի հետ կապված, յուրաքանչյուր հանցակազմի տարի, սա շատ կարևոր է, տարի հետ կապված ինչ ապացույցներ կան։ Քանի որ այստեղ լուրջ խնդիր կա, դրա համար էլ լղոզվում է։ Տեսեք, ես ուզում եմ, որ շատ պարզ ու հասկանալի լինեմ, սա շատ կարևոր հարց է։ Պատկերացրեք, յուրաքանչյուր հանցակազմ ունի ինչ-որ X թվով հատկանիշներ։ Այս ինչ վայրում, այս ինչ մարդիկ, այս ինչ բանը արեցին, դրանք հատկանիշներ են։ Ընդունենք թե 10 հատկանիշ։ Հիմա կարող է լինել 1000 ապացույց, բայց այդ 1000 ապացույցը միայն 9 հատկանիշի վերաբերի։ Եթե մի հատկանիշի վերաբերյալ որևէ ապացույց չկա, ուրեմն դատավարությունը կարող է 5 տարի տևել եւ ոչ մի արդյունք չունենալ։ Այդպես լինել չի կարող պարզապես։ Դրա համար այս փուլը շատ կարևոր է։ Եվ դա է դրանով էր պայմանավորված մեր շատ հստակ պահանջը, որ առաջին յուրաքանչյուր մեղադրյալի մասով ներկայացվեն ապացույցները եւ երկրորդ դրանք անհատական մակարդակով ներկայացվեն, որ մենք կարողանանք վիճարկել։ Օրինակ, իմ պաշտպանյալի Տիգրան Գալստյանի մասով ես ասեմ, մենք ունենք ապացույց, որտեղ գրված է Տիգրան Գալստյանի անունը, բայց Տիգրան Գալստյանը այդ զրույցին որևէ բառ չի ասում։ Մենք դա վիճարկելու ենք դրա վերաբերելիությունը։ Մենք դրա վերաբերելիությունը վիճարկելու ենք, բայց դրա վերաբերելիությունը վիճարկելու համար պետք է դատախազը դա թվարկի, թե չէ։ Եվ երկրորդ կարևոր բանը, դատախազն ասում է, մենք չենք կարող այստեղ վերաբերելիության հարցը, ըստ էության այդպես ես հասկացա, քննարկել, որտեղ եթե հանկարծ կարդանք ցուցմունքները կստացվի հետազոտել, դա այդպես չի։ Դա մասնագիտորեն այդպես չի, պարզապես ցանկացած, չգիտեմ հիմա ինչու, որովհետև եթե դա այդպես լիներ, կնշանակեր, որ դատախազությունը կարող է ցանկացած վկայի բերել, այ վաղը մենք մեկ այլ դատավարություն ունենք էլի քաղաքական գործերով, այնտեղ դրա դասական օրինակն է։ Եթե վկան ասում է, որ ինքը կոնկրետ դեպքին ականատես չի եղել, բայց նա որպես վկա է կանչվում։ Բայց եթե այդպես, եթե մենք չենք կարող այդ բանին ասել, ուրեմն այս մարդը վկա չի, հարգելիներ, բայց այնպես ո՞նց կլինի։ Պարոն Մելքենից ճիշտ հասկացա, որ դատախազը կարդաց նույն այն տեքստը, ինչ կարդացին օգոստոսին։ Ես չեմ հիշում ինչ է։ Չէ։ Մեղադրական եզրակացությունը այլ է, այստեղ գոնե որոշակի խմբավորումներ։ Օրինակ նշվում էր բաներ Ձվածեղի միակ դեպքն էր, որ հստակեցվեց։ Դա միակ ապացույցն էր, որ այն ձևով ներկայացվեց, որը շատ մոտ էր պատշաճ։ Բայց մնացած օրինակ գաղտնալսման, հարյուրավոր գաղտնալսման, որ մեկն է վերաբերելի։ Մենք պետք է յուրաքանչյուրի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունենանք։ Այս մեկը վերաբերելի է, թե չէ։ Սա է հարցը։ Սա շատ կարևոր հարց է եւ ես ուզում եմ, որ հարությունը հասկանա, որ այ բուն դատավարությունը հիմա է սկսվում։ Սրանից առաջ քննարկվող հարցերը այո կարևոր են, բայց բուն դատավարությունը այստեղից է սկսվում։ Այո, խափանման միջոցները մեր յուրաքանչյուրիս համար եւ Փառք Աստծո այս պայծրությամբ ավելի շատ մարդիկ ազատության մեջ են, քան անազատության մեջ, դա մի քիչ նաեւ ֆոն է ստեղծում ավելի աշխատանքային վերաբերվելու այս հարցերին անկեղծ ասած եւ դա իհարկե անազատության մեջ գտնվող Սրբազանն է, Վահագն Չախալյանն է, շատ ենք ուզում օր առաջ նրանք ազատության վերադառնան, բայց ամեն դեպքում որոշակի աշխատանքային տրամադրվածություն կա։ Եվ այդ աշխատանքային տրամադրվածությունը այսօր մենք տեսանք, որ կարծեք թե տպավորությունն է այնպիսին էր, որ դատախազությունը այլ պատկերացում ունի օրենքի դրույթների եւ դա պատահական չի, որովհետեւ եթե օրենքի պահանջը հստակորեն կատարվի, հանրության առջև կերևա այն, որ ուղղակի հատկանիշներ կան, որ որևէ ապացույցով հիմնավորված չէ։ Սա է խնդիրը։ Եվ ես կոչ եմ անում, որ թող իմ ասածը հերքեն հաջորդ անգամ գալով եւ մեկ առ մեկ ցույց տալով ապացույցների հատկանիշները յուրաքանչյուր մեղադրյալի մասով։